Համասը, Իսրայելը եւ ԱՄՆ-ն համաձայնել են հրադադար կնքել։ Այսօր Եգիպտոսում տեղի կունենան բանակցություններ, որի ընթացքում կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետանոց ծրագիրը։ Բացի հրադադարի սահմանումը, կողմերը նաեւ քննարկելու են գերեվարվածների ազատման եւ բանտարկյալների փոխանակման հարցերը։ Թրամփը հայտնել է, որ բանակցությունները պետք է ընթանան մի քանի օր եւ առաջին փուլը նախատեսվում է ավարտել այս շաբաթ։ Նա զգուշացրել է Համասին վատ հետևանքների մասին, եթե հրաժարվի փոխանցել Գազայի վերահսկողությունը եւ կոչ արել Իսրայելին ժամանակավորապես դադարեցնել ռմբակոծությունները, սակայն վերջին օրերին Գազայում շարունակվել են հարվածներ, տասնյակ մարդիկ են զոհվել։ Իսրայելի եւ պաղեստինյան Համաս շարժման միջև բանակցությունները չեն նշանակում պատերազմի ավարտ եւ Գազայի հատվածի կառավարման մարմնի ստեղծումը որոշ ժամանակ կպահանջի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա, հնարավոր չէ 3 օրում Գազայում ստեղծել կառավարման մարմին, որը կապված չլինի Համասի հետ։ Ռուբիոն ասել է, որ Գազայի հատվածը կառավարելու է տեխնոկրատներից կազմված պաղեստինյան խումբը։